Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում ներկայացնում ենք նաև այն կազմակերպություններին, որ ծառայություններ են առաջարկում տարեցներին, այնպես որ նորթափ եւ երկրաշնչառություն վերցրեք, այսօրվա իմ հյուրը Վրամ Սարգսյանն է, Հայաստանի Հանրապետության Թոշակառուների միության նախագահ, հիմնադիրը։ Բարի օր ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ տաղավարում եք։ Բարև ձեզ։ Ես անչափ շնորհակալ եմ հրավերի համար։ Հենց ձեր հաղորդման վերնագիրը, այսպես ասած, մեզ թոշակառուներից ավելի ջահել զգալ, ոգեշնչվել։ Ես շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ ձեր հաղորդմանը։ Առաջի անգամ չի լինի, իհարկե, հաշվի առնելով գործունեության ոլորտը, հենց դրան էի ուզում անդրադառնալ, այս դեպքում ոչ թե ես գտա ձեզ, այլև դուք գտաք ինձ, ինչ ակնկալիքով, ինչ ունեք ամենակարևոր բանը փոխանցելու ձեր տարեկիցներին, մարդկանց, որ 60-ը թևակողել են եւ գնում են դեպի 100, ինչպես մենք սիրում ենք ասել այս հաղորդման շրջանակում։ Ինձ ոգևորեց այն հանգամանքը, որ պետք է ստեղծվի մի կազմակերպություն, որը սատար կկանգնի ծերերին, տարեցներին, ասենց ասած, մենակ ծերերին չէ, տարեցներին։ Մենք ասում ենք ավագ սերնդի ներկայացուցիչներին։ Նաև այն հաշմանդամ անապահով մարդկանց, որոնք իհարկե թոշակային տարիքը չեն հաղթահարել, բայց թոշակառու են, այսպես ասած։ Դրա համար իմ հասարակական կազմակերպությունը չունի տարիքային սահմանափակում, թոշակառու է։ Իսկ ընդհանրապես մեծ մասամբ մենք ուշադրություն ենք դարձնում կենսաթոշակային տարիքի մարդկանց վրա, հետո Հայաստանում օրենքները լրիվ խախտված են, քանի որ եթե մարդուն թոշակավորում ես, թոշակավորի ինչ-որ կոնկրետ տարիքից, բայց մարդը անդրադառնալով, այսինքն դիմելով թոշակի համար, նայում են 63 տարեկանա, ինչ-որ ստաժ չնչի հերիքում, նրան չեն թոշակավորում։ Դրանից հետո դառնալով 65 տարեկան դնում են մինիմալ թոշակի։ Այսինքն թոշակառուն միշտ, ոնց ասեմ, քարկոծվում է, նաև պետության կողմից։ Կա սոցիալական նաև երկրորդ հարցը, որ աշխատանքային գրքույկում առկա է իր աշխատածը, բայց շատ դեպքերում այդ աշխատածը չեն հաշվում։ Հենվում են, այսպես ասած, ինչ-որ կետի վրա, որ պետք է անպայման այդ հիմնարկը իր համար, այդ թոշակառուի, այդ կնիքի համար գումար մուծած լիներ ժամանակին, որը թոշակառուն աշխատել է, վաստակել է իր, ոնց ասեմ, թոշակային ապահովությունը, բայց այստեղ հաշվի չեն առնում, ասում են պետք է նորից գնաս, արխիվ եւ այլը եւ այլը։ Ես այդ ամեն ինչի միջով անցել եմ։ Այսօր քանի հոգու է միավորում այս միությունը եւ դուք արդյոք հաղորդումից օգտվելով եւ դուք արդյոք օգտվելով հնարավորությունից կոչ եք անում, որպեսզի մարդիկ միանան եւ կան արդյոք համանման կազմակերպություններ Հայաստանում։ Համանման կազմակերպություն ես չեմ հանդիպել։ Իսկ ինչ վերաբերում է քանի հոգի ունենք թոշակառու, թոշակառու իմ կոլեկտիվում, այսպես ասած, մեր կազմակերպությունում շատ քիչ են։ Ու մոտավորապես երևի մի 100-150 հոգու հետ եմ ես կապ պահպանում։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր մասսայականին, մասսայականը լրիվ ինձ հետ համաձայն են, լրիվ իմ կողքին կլինեն այն դեպքում, երբ որ ես ունենամ գրասենյակ, գրասենյակի համար շատ տեղեր եմ դիմել, ինչ չեն տվել։ Իսկ թոշակառուն կներեք էլ այն տարիքը չեն, մարդը չէ, որ նստենք այգում զրուցենք կամ ինչ-որ մի հատ փոքր, ոնց ասեմ, տաղավարում կազմակերպեք, փոքր, որ նույնիսկ ընդ երևի թատրոնի տոմս չեն վաճառում, շատ ճշմված ենք մենք մեզ համարում։ Ես դիմել եմ շատ տեղեր եւ
վարչապետին եւ վարչապետի աշխատակազմին, սոցիալ բաժին եւ այլն։ Ինձ ասում են ծրագիր ներկայացրա, ծրագրում որ նշված լինի ինչքան փող ես ուզում, ինչ պետք է կազմակերպես, երբ ես վերադարձնում, ինձ ոչ մի բան պետք չի կազմակերպել, ինձ ընդամենը 20-ից 30 քառակուսի տեղ է պետք, որպեսզի ես իմ թոշակառուներին հավաքեմ նրանց հոգսը կարողանանք հոգալ։ Նայեք, եթե լինի գրասենյակ, լինի, այսինքն այդ երկրորդական հարցեր են, ամենաառաջինը գրասենյակը, լինի կոմպյուտեր, համակարգիչում կգրանցվեն խոսքի այն մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով զրկվել են այդ 2 տարի ավելի ուշ են ստացել իրենց թոշակները, դրանց կհամակարգենք, դիմում բողոքները լրիվ կհավաքենք, իսկ ինձ թվում է այդ 100,000-ից երևի ավել կլինի Հայաստանում։ Պարոն Սարգսյան, դուք ինձ ասացիք, որ նաև իրավունքների խախտման դեպքերով եք զբաղվում, հիմնականում ինչ խնդիրների եք բախվել այս ընթացքում, այսինքն մարդիկ դիմում են միություն, ձեր նշած թեկուզ 100 հոգին կամ դրսից էլ, որ չեն անդամակցում, ինչ խնդիր են ունենում հիմնականում։ Ես ասեմ ձեզ, մոտավորապես ես 50,000-ից ավել դիմումներ եմ ներկայացրել տարբեր կառույցների, սոցիալական առողջապահության եւ այլն։ Կարելի է մատների վրա հաշվել, որ ես առաջ խաղացում եմ ունեցել, հասել եմ իմ նպատակին։ Եղել են սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնց լուծումը տվել են։ Եղել են թոշակառու, որ 10 տարի համարյա թոշակ չի ստացել, ինքը թոշակային տարիքը անցել է, 10 տարի չի ստացել։ Շատ հարցեր են եղել, բայց հիմնական, որը արդար լուծում ունեցել, մոտավորապես 10% կազմում, չէ, 10% չի, մի 10-15 դեպք է եղել են կարգերի խախտում, որ խոսքի առողջապահական գծով։ Առողջապահության մինիստրությունում ինչ-որ մարդկանց եմ հանդիպել, սոցիալում եմ հանդիպել, քաղաքապետարանի մասին ընդհանրապես չեմ խոսում, այդ գոյություն չունեցող հիմնարկը։ Խնդրեմ։ Պարոն Սարգսյան, դուք արդեն ասացիք մի կարևոր խնդրի մասին, երբ որ մարդիկ ունենալով աշխատանքային գրքույկում վկայություն այն մասին, որ այս կամ այն պետական հիմնարկում ենթադրում խորհրդային տարիներին աշխատել են, բայց չեն կարողանում դա հաստատել, որովհետև ինչն է պատճառը։ Մի քիչ ավելի մանրամասն սրա մասին խնդրեմ։ Պատճառը ես ասեմ, արխիվներում շատ փաստաթղթեր վերացած են։ Ես օրինակ աշխատել եմ գրքերի վարչությունում, գրախանութում վաճառող եմ եղել։ Այսինքն բաժինն եմ ունեցել, բաժնի վարիչ վաճառող, մոտավորապես 5 տարվա ստաժ է իմ, որը գրանցված է աշխատանքային գրքույկում, ինձ ասեցին քո համար հարկ չի մուծվել, ես ոչ թե կոնկրետ իմ օրինակն եմ ուզում բերեմ, իմ նման շատեր կան, ես գնացի գրքերի պալատ, նույնը գրքերի առևտրի վարչություն է կոչվում, փողոցի անունը ես ճիշտն ասած այդքան լավ չեմ հիշում, Տերյանի վրայի դրամատիկական թատրոնի ետնամասում է գտնվում, այնտեղ գրված է մինչև հիմա էլ ցուցատախտակները կախված են։ Բարձրացա վերջի հարկում էր մեր վարչությունը, բարձրացա այնտեղ մի քանի աշխատողներ կային, մտա մեր վարչությունից մարդ չկար, չեմ հիշում ինչ օֆիսեր, ովքեր էին, հարցրեցի, ասին, հա, մենք փլուզումից հետո միշտ ստեղ ենք եղել, մեր օֆիսը շուտ բանից կա եւ այլն, ասեցի, սենց հարցեր կա, ասեց մի մանարի, իրանք ոչ մի բան էլ արխիվ չեն հանձնել, մութուխոնակ տարիներին լեցը վառել են, պատկերացնում եք ինչ է կատարում, տենց կոռուպցիոն ետ եկա, հետո գնացի։ Բայց ձեր աշխատանքային գրքույկում նշված է, կնքված է, Այո, ես կարամ պետք է բերեմ ցույց տամ, հաստատեմ։ Ու դրանից հետո ես գնացի վիտամինների գործարան, Փարքասոն դեռ աշխատում են։ Մի քիչ զրուցեցինք, ես այնտեղ մատակարար եմ եղել։ Ասացին, որ միշտ չենք աշխատում, բայց հարց չկա, գրեցին, տվեցին մարդիկ իմ ստաժը։
Բերեցի բայց ես հիշեցին թե ուղակի կներեք, բայց ես հիշեցին թե ուղակի բարի կամքի դրսևորում որպես վիտամինները ոչ, դե բան կար աշխատում են մարդիկ հաշվի առնելով հիմք ընդունելով ձեր աշխատանքային գրքույկը այո, քանդեցին, անեցին, գտան նույնը չտվեն ասեն մի երկրից արի, որովհետև բաժնի բարիչում դա չէ, ադել կադրը այսինքն այդ աշխատանքի կառավարումը նու մի քանի օր զանգահարեցին նույնիսկ իրենք ես գնացի մեծ հաճույքով ակիներ զրուցեցինք վերհիշեցինք ինչ-որ բաներ այսինքն բոլոր այն դեպքերում որ ընկերությունը տվյալ գոյություն ունի մարդը կարող է վերականգնել իր այդ իրավունքը որևէ կերպ իսկ եթե ընկերությունը չկա լուծարվել է կամ արխիվն է անփութորեն ոչնչացվել կամ այլ խնդիր է ծագել, մարդը իր աշխատած տարիների համար թոշակ չի ստանում։ Ես ճիշտ եմ հասկանում։ Տիկին Օֆելիա, հիմա ասես մի հարց կա, էլի, ինքը կարա այդ թոշակը ստանա։ Այսինքն այդ ստաժը հաշվել տա։ Բայց այդ այնքան գլխացավանքը դատարանի միջոցով փաստը հիվանդ են, չէ՞։ Մեծ մասը, էլի, ասենց ասած, հիմա նայեք ինչ է կատարում։ Եթե այդ մարդը դիմում է, որ իր ստաժը հաշվեն, գումարեն եւ այլը, այդ քաշքշուկը տևում է 3 տարի։ Աստված գիտի այդ մարդը ողջ կրնի, թե չէ։ Օրինակ ինձ սովետական կարգերը գոհացնում էր, ինչի համար ասեմ, կանայք 55 տարեկանից, տղամարդիկ 60-ից։ Կանանց 55 տարեկանը ես շատ ուժեղ ողջունում էի, նույնիսկ կիչացնեի որոշ տարիներ, մի 2-3 տարի, քանի որ դե գաղտնիք չի։ Կանանց մոտ ծնելիությունը ավելի շուտ է մոտեցնում ծերացման, աշխատանքային, ոնց ասեմ, կարողությունների նվազման, չէ։ Տղամարդը 60 շատ լավ է։ Հետո մի հատ sense բաղադրիչ մաս կա մարդու առողջության երկարակացության համար։ Մարդը ինչքան երկար աշխատում, ինչքան շատ է իրան հասարակության մեջ մարդը զգում օգուտ տալացով, այնքան իր կյանքը երկարում է։ Նույնը կանացն է, բայց կանայք կան, որ ինչ-որ պատճառներով սկսում են տկարանալ, նույնիսկ թոշակի չասած հեռանում են աշխատանքային ոլորտից, չէ։ Հիմնականում տնային տնտեսուհիներ կան մեր մեջ։ Սովետական միության ժամանակ ես ոչ թե ուզում եմ անպայման ես ինչ գալիս էր 60 տարեկանը, ինքը նշանակում էր իր 60 ռուբլի թոշակը 60 ուզում եմ ասել, հիշեցի որ դա մեծ գումար էր ու ինչին էր հավասարծված այդ թոշակը, հավասարծված էր նվազագույն աշխատավարձին։ Հավաքարարը սովետական միությունում ստանում էր 60 ռուբլի աշխատավարձ, գումարավել էր կարում ընկերություն անել իր տորների հետ։ Այսինքն եթե մարդը աշխատել է 23, իրականում աշխատել է 26, բայց վերջի 3 տարին կամ արանքում ինչ-որ միտեղ 3 տարին չկարողանա ապացուցել, որ աշխատել է, դա իր պարտականությունն է ապացուցելու տվյալ պետական մարմնին, նա ստանալու է ծերության թոշակ եւ զրո են դառնում, ջուրն են ընկնում իր աշխատած 23 տարիները։ Ճիշտ եմ, այսպես օրինակի վրա հասկանում ձեզ։ Դե հիմա գիտեք ոնց է, հաշվարկը գնում է նրան, որ հաշվում են ուսումը, հաշվում են աշխատանքը Երեխայի խնամքի արձակուրդը իրանց մոտ գալիս է ասում է նրան, որ եթե չի բավարարում, ուրեմն դու չես աշխատել ու այդ հաշվարկները չի հասցնում մինիմալին, որ ինքը թոշակ ստանա։ Բայց շատ դեպքերում մարդը փաստացի աշխատած է լինում։ Հա։ Իսկ այս հարցի լուծումը, որը գլոբալ է, դուք փորձել եք այս հարցին լուծում տալով ձեր ասած տասնյակ հազարավոր քաղաքացիների նաև հարցին լուծում տալ, գտնելով կամ բարձրացնելով այս հարցը։ Դիմումներ են գնացել եւ այլը։ Իրանք ինչ-որ մի հատ ոնց ասեմ, իրաց գրած օրենքով օրենք են հրամցնում ու в общем, այն ռուսների ասած մագիլը լռություն
գերեզմանային լռություն, հասկանում եք ինչա կատարվում։ Հիմա ինչ-որ դիմում ես գրում, միտեղ չէ, իրանք էլ պետք մի ամիսը չեն նայում, որ օրենքով մի ամիս հետո պետք է ձեր պատասխանը տան։ Իրանք իշքան կարում են ձգում են։ Ես մայիսի 20-ին պետք է հանդիպեի սոցիալ նախարարի տեղակալի հետ, ես չնայած իր հետ էի ուզում հանդիպեի, բայց միշտ տեղակալներին են դեմ տալիս։ Ես հանդիպեցի 6 ամիս հետո, նոյեմբերի 20-ին։ Դե դա բարդ ընթացակարգ է, հաշվի առնելով քանի քաղաքացի է ուզում նախարարի մոտ ընդունելության արժանանալ։ Ուղղակի մի օր տեղում չի, մի օր արձակուրդա, մի օր։ Դե զբաղված մարդ է, պարոն Սարգսյան, կարևորը ձեզ ընդունել է փոխնախարարը։ 6 ամիս հետո, չէ՞։ Անդրադառնանք կին-տղամարդ հարաբերակցությանը, միությունում ձեր նշած 100 ակտիվ անդամներից քանիսն են կին-տղամարդ եւ արդյոք տարիքի հետ կանայք ավելի զիջում են, ինչպես ասացիք, պակաս ակտիվ են։ Չէ, հիմա նայեք ինչպես չէ, ակտիվ մնում, կին տղամարդ գոյություն չունի։ Հիմա նայեք, եթե ես ունենայի գրասենյակ, մի հատ տիպ բերեմ, որը ձեզ կարող է զարմացնի, որովհետև ես ձեր հաղորդումներից որոշ բաներ ես երկու նայեցի, մի հատ կին էր խոսում, ինքը փաստեց, որ Հայաստանում կա 352,000 թոշակառու։ Ինքը ընդամենը կեսը ասեց, 600 եւ ավելին է։ Թոշակառուն երբեք ոչ մի երկրում, մենակ Հայաստանում չի պակասում ինքը։ Եթե գցենք 600-ը, ես գիտեմ, որ Երևանում 600-ից շատ է, Հայաստանում, Երևանում չէ կներեք։ Դրան գումարվել է նաև Արցախից եկածները։ Նու դրա համար ասում եմ 600-ից ավել, ես չեմ կոնկրետ տիպ չեմ կարող ասեմ, իսկ ինչի համար ինքը չի պակասում, որովհետև մահացող թոշակառուի տեղը գալիս է նոր թոշակառու։ Ծերացող հազարակությունն է, այո։ Մահացողի տեղ ոնց որ լինում է ծնունդ, նենց էլ նույնը թոշակառուին է վերաբերում։ Գնաց թոշակառուն, Աստված հոգին լուսավորի, գալիս է նոր թոշակառուն։ Պարոն Սարգսյան, սոցիալական հարցեր, եթե մի կողմ դնենք ֆինանսական թոշակի, ինչ ավելի շատ ինչի կարիք ունի ընդհանուր առմամբ տարիքն առած մարդը, որ արդեն գնում է վաստակած հանգստի, ենթադրենք, թե թոշակի հարցերը կարգավորվել են, նյութական բարեկեցության հետ կապված խնդիր չունի։ Ինչ է պետք մարդուն տարիքով։ Հիմա նայեք, իմ նպատակը ինչն էր, որ ստեղծվի ծերանոցներ, բայց կներեք իհարկե բաց դռներով ծերանոցներ, ինչի համար ասեմ։ Ծերանոցը մենակ չի լինի ծերանոց, կլինի մեծ տարածք, նույն հեկտարով չասեմ, այնտեղ ասեմ 3 հարկանի հիվանդանոց, ծերանոցի շենքը շատ մեծ, որ ամբողջ Հայաստանի ծերերը միտեղ պետք է հավաքվեն, պետք է լինի անծնող երեխաների ինտերնետ նույն տարածությունում։ Այո։ Պետք է լինեն ակումբներ, սպորտ հրապարակներ եւ այլն։ Ինչի համար ծերերին ես միացնում եմ ծնողազուրկ երեխաների ինտերնատի հետ, քանի որ ամեն տատիկ ուզում է շփվի իր թոռնիկի հետ։ Նույն պապիկ, տատիկ կապ չունի։ Նույնն էլ այդ ծնողազուրկ երեխաները մեծ հաճույքով կշփվեն իրենց հետ։ Ինչո՞ւ եմ ասում բաց։ Խոսքի Երևանում կա այդպիսի տեղ, պատկերացրեք ամեն տեղից մեր ծերերի պապիկները, տատիկները մենք հետաքրքրություն կունենան, գնալ օրը իրանց անցկացնել, շփվել, պարտադիր չի ինձ մնալ։ Հետո անպայման պետք է լինեն մի քանի արտադրամասեր, խոսքի կարի շինենք, պածոների, կոշիկի, տոնեսենը զբաղվեն, հա։ Ու պետությունը պետք է աջակցի, որ այդ մեր արտադրանքը, ոնց ասեմ, հասնի զինվորին, հիվանդանոցներին եւ այլն։ Ամենակարևորը, ես այդ հիվանդանոց, որ ասեցի, պետք է ունենանք առանձին բաժին, որտեղ պետք է այն թոշակառուները, այն ծերերը, այն տարեսները, որոնք
արդեն հրաժեշտի ճանապարհին են, ոչ թե տան մեջ դայակ վարձեն խնամեն, այլ մենք ունենանք գլորորյա, այսինքն շուրջօրյա հոսպիսների մասին եք ասում, որ գործում են այսօր էլ կան։ Նստում են, խնամում են, կարիքները հոգում են մինչև ճանապարհելը։ Շատ լավ գաղափարներ են, Աստված դա իրականություն լինի, իսկ դուք պետք է պրոակտիվ լինեք եւ օգտվելով եթերի հնարավորությունից, ասեք թե մարդիկ ինչպես գտնեն ձեզ, միավորվեն, որովհետեւ եթե շատ մարդիկ միավորվեն ձեր շուրջ, ավելի մեծ ուժ կներկայացնեք եւ հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել։ Միավորվելու հարցը իմը շատ հանգիստ է։ Եթե ես տեղ ունենամ, այդ թեկուզ այսքան ձեր ստուդիայի չափ, ինչ եմ անում։ Փողոցներում իմ ոնց ասում են պագոներից ներքև չէ՞, փողոցներում, հասարակական վայրերում, այսինքն տարածքային սոցիալներում բանում, ես իմ այցեքարտերը կբաժանեմ, մարդիկ իմանա, որ տարածք ունենք, հետևը հասցեն կնշեմ, ես թեկուզ օրվա մեջ մի քանի ժամ, 3-4 ժամ այդ օֆիսում լինեմ, ինձ թվում է, որ 20% ամբողջ Հայաստանի, 60-70% Երևանի են թոշակառուները, կենսաթոշակառուները, որոնք տանից դուրս են գալիս շփվում են, քաղաքվեն տեկը գան, հետաքրքրվեն, տենան ինչ է Իրանից ներկայացնում, հասկանում եք, այդ միավորելը դժվար չի, տեղն է կարևոր։ Մարդիկ կա զանգում ես, իրանք ավելի շուտ զանգում են, ասում են, որտե կարամ, ասում եմ, վերնիսաժում ես ինչ տեղ եկեք հանդիպենք։ Բավոր օֆիսերներ, բավը խանգարում։ Հուսանք այս հաղորդումն էլ կծառայի այդ նպատակին եւ թեկուզ Երևանի քաղաքապետարանը, համապատասխան նախարարությունները կլսեն ու ձեռք կմեկնեն ձեզ։ Շնորհակալ եմ, որ եկաք, շնորհակալ եմ, որ այս կարևոր հարցերը բարձրացրեցինք։ Խնդրեմ, ես էլ եմ շատ շնորհակալ, որ առաջնորդեցիք ինձ։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի armradio.am կայքում, ինչպես նաև YouTube-ում դիտեք հաղորդումը։ Բաժանորդագրվեք Երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք դրանց անպայման կանադառնանք հաջորդ թիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։